իրականություն է դառնում այն նախազգուշացումը, որ Ռուսաստանի խուլիգան վարքը չի կարող շրջանցել Հայաստանը։ Այդ դրա մասին էր ասվում, որովհետև Հայաստանի կողմից ցանկացած քայլ ուղղված մեր սուվերենության ամրապնդմանը Ռուսաստանում ընկալվելու է որպես ռուսոֆոբիա, հակառուսականություն, Ռուսաստանին դուրս մղելու փորձ։ Մինչդեռ խոսքը գնում է այն մասին, որ Ռուսաստանը չպետք է նստի մեր գլխին։ Հայաստանի պետական ընկերությունները կամ պետության հետ աֆիլիացված որևէ ներկայություն Ռուսաստանում չկա։ Մինչդեռ Ռուսաստանի առանձին ընկերություններ պետության հետ ուղղակիորեն աֆիլիացված կամ ամբողջապես պետական մոնոպոլ դիրքեր են զբաղվում Հայաստանում եւ չարաշահելով իրենց մոնոպոլ դիրքերը խաթարում են Հայաստանի տնտեսությունը եւ Հայաստանի շահերը տարածաշրջանում։ Ռուսաստանը Հայաստանում վարում է թշնամական գործունեություն եւ Հայաստանը այո իրավունք ունի ինքնապաշտպանության օրենքով չարգելված բոլոր ձևերով։ Եթե ռուսները խնդրեմ ունեն, թող դիմեն Փարիզի արբիտրաժ, ինչի մասին Հայաստանի եւ ՌԺԴ-ի կոնցեսիոն պայմանագրում գրած է։ Եվ Հայաստանը պարտավոր է անել, կներեք, գիտեք, մենք մասնակցելով ընտրություններին ըստ ձգտում ենք նրան, որ Ռուսաստանում, կրկնում եմ, պետք է Պուտինը ծեծ ուտի, պարոն Կիրակոսյան, այս ընտրություններին, իսկ դրանից հետո ամբողջությամբ պետք է վերանայվի Ռուսաստանի հետ հարաբերությունները, դե յուրե եւ դե ֆակտո։